Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Իրանցիների հոսքը Հայաստան շարունակվում է, ըստ տեղեկությունների կապի բացակայության իրանական կողմում փաստաթղթերի ստուգման պատճառով հերթեր կան։ Ջուլֆայից եմ, Ջուլֆայում ռումբեր չկան, բայց Թեհրանում և Թավրիզում կան։ Թրամփն Իրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում, Թեհրանը պնդում է պատրաստ է երկարատև պատերազմի։ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պատճառով հայաստանցի տուրիստները չեն կարողանում վերադառնալ արձակուրդից։ Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը 24%, ընտրություններից 3 ամիս առաջ առաջատարը իշխանական ՔՊՆ երկրորդ տեղում է Տաշիր գրուպի տնային կալանքի տակ գտնվող սեփականատեր Սամվել Կարապետյանի ուժը։ Վանաձորը չի պատրաստվում վերադարձնել Եվրամիության 300,000 եվրոն։ Ռուսներն ու ուկրաինացիները գերիներ են փոխանակել։ Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը ցամաքային ճանապարհով շարունակվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան։ Մեր թղթակիցը 3-րդ օրն է Սյունիքում սահմանային անցակետի մոտ է աշխատում։ Ռոբերտ Զարգարյանի հետ ենք հիմա ուղիղ կապ հաստատել։ Ռոբերտ, բարի երեկո, քեզ այսօր հաջողվել է զրուցել մարդկանց հետ, ինչ են պատմում նրանք, խնդրում եմ փոխանցես։ Բարի երեկո Աստղիկ, այո, այսօր զրուցել ենք մարդկանց հետ, ինչպես երեկ այսօր էլ ժամը 4-ից 5-ից հետո շարժ սկսվեց եւ այն կողմից մարդկանց խմբեր անցան Հայաստան, նրանք խումբ են գալիս եւ ինչպես պատմում են տեխնիկական հարցեր կան այն կողմում եւ այդ պատճառով էլ հոսքը մեծ չէ դեպի Հայաստան, իսկ արդեն այստեղ շատերը վախենում են տեսախցիկի առջև խոսել անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այն կողմում պատմում են, որ իրավիճակը բավականին վատ է Իրանում, լարված է, ռումբեր պայթում են ամեն վայրերում, սակայն կան նաև համարձակներ, ովքեր տեսախցիկի առաջ ուղիղ պատասխանում են հարցերին ու անգամ համարձակվում կարծիք հայտնել, որ պետք է իշխանությունը փոխվի Իրանում, թե ինչ էին պատմում մարդիկ մոտ 2-3 ժամ առաջ հենց այս վայրում, առաջարկում եմ հիմա դիտել ու կվերադառնանք։ Ես Ռաշտից եմ, Գիլան նահանգի Ռաշտ քաղաքից։ Իրանում հարվածները շատ են, ինչ կարող եք պատմել։ Շատ հարվածներ կան, պարսկական առածն ասում է, ով ուզում է ձմերուկ ուտել, պիտի դիմանա նաև դրա սառնությանը։ Սա հակազդեցություն է, իրականում պատասխան գործողություն։ Այնպես ինչպես մեր ժողովրդին սպանեցին այնտեղ, փողոցներում, հենց դա էլ պատճառ դարձավ, որ դե քաղաքականություն է, Ամերիկան սրանց դեմ է, Իսրայելը սրանց դեմ է, խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ամեն մարդ իր սրտի հացն է ուտում, այլևս ասելու ոչինչ չունեմ։ Իսկ լուծումն ինչպես եք պատկերացնում։ Ռեժիմի փոփոխություն, վերջ։ Կարծում եք, որ ռեժիմը կփոխվի։ Անպայման կփոխվի, մենք պետք է փոխվենք, ես դրանում համոզված եմ, ի վերջո եթե հաստատվող ռեժիմը լինի աշխարհիկ դեմոկրատական, ես խնդիր չունեմ։ Երկար եք մնալու Երևանում։ Ոչ, ես մեկնում եմ Գերմանիա, Գերմանիայի քաղաքացի եմ, գնացել էի հարազատներիս տեսնելու, բայց քանի որ ճանապարհները փակ էին, որոշեցի Երևանով գնալ։ بله ضربات زیادی ما هیچ منابعی الان در ایران نداریم Մենք հիմա Իրանում ոչ մի ռեսուրս չունենք, ամեն ինչ կորցրել ենք։ Իրանում ոչինչ չի մնացել, ցավոք շատ դժվար է։ Բոլոր իրանցիները շատ վատ վիճակում են, մեզանից ոչ մեկի վիճակը լավ չէ, ցավոք։ Իսկ լուծումն ինչպես եք պատկերացնում։ Ես այդ հարցում կարծիք չունեմ, քանի որ չեմ սիրում լինել քաղաքականացված կամ խառնվել քաղաքականությանը, բայց ես ուզում եմ, որ Իրանը խաղաղություն գտնի եւ Իրանի երիտասարդները կարողանան հանգիստ կյանք ունենալ։ Ցավոք արդեն տարիներ շարունակ մենք հանգիստ կյանք չունենք։
وضعیت والا تا اونجا که ما دیدیم ما که چیز خاصی ندیدیم ولی خب Իրանում ոչ մի անվտանգություն չկա։ Մենք առնվազն 47 տարի է անվտանգություն չունենք։ Այնինչ տեսնում եք լուրերով լիովին սխալ է։ Ես հենց նոր եմ եկել Իրանից եւ այնտեղ ամեն ինչ քանդված է։ Շատ տխուր է։ Իսկ հարվածները շատ են։ Հարվածները շատ են, բայց մենք ոչինչ չենք տեսել։ Մենք միայն լսել ենք, որ հարվածներ են եղել։ خبرایی هستش Իսկ լուծումն ինչպես եք պատկերացնում։ نه من چون خود ساکن ایران نیستم من برای تعطیلات ایران الان دارم برمیگردم Լուծումը միայն խաղաղությունն է։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի եւ խաղաղություն հաստատվի։ Ձեր հարազատները, ընկերները ինչ են մտածում։ Բոլորն էլ վախեցած են, մարդիկ չգիտեն ինչ կլինի վաղը։ Բոլորն ուզում են հանգիստ եւ ապահով կյանքով ապրել։ Երկար եք մնալու Երևանում։ برای تحصیلات Չգիտեմ, երևի մի քանի օր, հետո կտեսնենք ինչ կլինի։ وضعیت ما که میگم ما به شخصه چیزی ندیدیم مثلا هواپیما ببینی بگی بیاد بره Ռոբերտ, ասացիր, որ մարդկանց իրանցիների հոսքը երեկոյան է ավելացել։ Ինչով էր դա պայմանավորված, տեխնիկական խնդիրներից էիր խոսում, խնդրում եմ ավելի մանրամասն եւ մոտավորապես քանի հոգու ես տեսել, որ հատել է անցակետը։ Այո, Աստղիկ, թեև սրանք ըստ զրույցների կարող եմ ասել, պաշտոնապես Թեհրանի պարզաբանումը իմ ձեռքի տակ չկա, մարդիկ պատմում են, որ ինտերնետի խափանումների պատճառով սահմանային անցման համակարգը այսպես դժվարությամբ է աշխատում, այն համակարգը, որով գրանցում են, որ քաղաքացին դուրս եկավ, անցավ սահմանը, հատեց սահմանը ու Հայաստան անցավ, եւ այդ իսկ պատճառով շարժը ավելի դանդաղ է, ինձ սահմանը հատած մարդիկ պատմեցին, որ բավականին մեծ թվով 100, մոտ 100, մեկ ասում է 100, մեկ ասում է 200, մեկ ասում է 600 մարդ սպասում են, որ Հայաստան անցնել, դե սրանք մոտավոր հաշվարկներ են, իսկ թե քանի հոգի անցավ, այսօր օրինակ տասնյակ մարդիկ, մի քանի տասնյակ մարդիկ անցան եւ այստեղ հենց իմ հետևում տաքսի նստեցին եւ Երևան ուղևորվեցին եւ պարբերաբար մոտ 20 րոպեն 1, 30 րոպեն 1 մի խումբ դուրս է գալիս եւ այս շարժը 4-ից 5-ից հետո նոր սկսվեց, այսպես էր նաեւ 3 Աստղիկ։ Ռոբերտ, Իրանի եւ Իսրայելի միջև անցած տարվա լարման ժամանակ հիշում եմ տաքսիստները շատ բարձր գնով էին իրանցիներին Երևան տեղափոխում։ Հիմա ինչ վիճակ է։ Աստղիկ, 3 թեև մի պահ իմ մոտ դեժավյու եղավ, դարձյալ այստեղ մի փոքր վիճաբանություն սկսվեց, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, իրավիճակը ամենևին էլ նույնը չէ, անցած տարի հիշում եք այդ հոսքի օրերին շատ մեծ գներ էին շրջանառվում, սակագներ 100,000 նույնիսկ ավել մարդկանց Երևան հասցնելու համար, ինչը գործող գներից զգալիորեն բարձր է, այժմ կարծես նման երևույթ չկա, ինձ ասում են, որ մեկ մարդու համար 15,000 դրամ են վերցնում Երևան հասցնելու համար, այսինքն 4 հոգանոց ընտանիքի տեղափոխելու համար մոտավորապես 60,000 կպահանջվի, ճիշտ է, կան նաև վարորդներ, որ ասում են ավելի բարձր սակագնով են տարել մարդկանց Երևան, օրինակ մեկ քաղաքացի միայն 100 եվրո է վճարել Երևան հասնելու համար, ընդհանուր առմամբ իրավիճակը ամենևին նույնը չէ, ինչ անցյալ տարի, թե արդյոք սա հոսքով է պայմանավորված, թե մեքենաների քանակն է ուղղակի մեծ, որ իրավիճակը չի կրկնվում, այս պահին դժվար է ասել, Աստղիկ։ Ռոբերտ, իսկ Հայաստանից Իրան գնացողներ կան, մասնավորապես բեռնատարների շարժը նույն ծավալով շարունակվում է, ինչ ես նկատել։ Աստղիկ, բեռնատարների շարժը կարծես չի խոչընդոտվում, չի սահմանափակվել այս օրերին, որովհետև հենց 3 օր առաջ ինձ, 2 օր առաջ ավելի ճիշտ պետական եկամուտների կոմիտեից ասացին այս խափանումները բեռնատարների վրա չեն ազդում, որովհետև նրանց համար այլ համակարգ է գործում եւ այստեղ էլ տեղում տեսնում եմ, որ
15 րոպեն, 20 րոպեն մեկ բեռնատարները անցնում են այն կողմ եւ նույնպես նաեւ այն կողմից Հայաստան են մտնում։ Ճիշտ է, հերթեր ու կուտակումներ սահմանի այս կողմում կան, տասնյակ մեքենաներ սպասում են իրենց հերթին, իսկ վարորդներն էլ պատմում են, որ առնվազն 2 օր տևում է, մինչև կարողանում են սահմանն անցնել ու Իրան հասնել։ Աստղիկ։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ Սյունիքից հայ-իրանական սահմանից Ռոբերտ Զարգարյանն էր մեզ միացել։ Շնորհակալ եմ, Ռոբերտ, եւս մեկ անգամ, ես շարունակեմ թողարկումը։ Իրանի եւ Իսրայելի փոխադարձ հարվածների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Իրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջել բացառել համաձայնագրի կնքումը։ Տեսնեք, թե մեկ շաբաթ շարունակվող ռազմական կոնֆլիկտը այսօր ինչ զարգացումներ է ունեցել։ Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը Իսրայելի բանակը հարվածել է իրանական մի քանի քաղաքի, այդ թվում Թեհրանին, թիրախավորելով պետական ենթակառուցվածքներ, հրթիռների արձակման հարթակներ, ռազմական ակադեմիան։ Ըստ իրանական լրատվամիջոցների Շիրազում իսրայելա-ամերիկյան հարվածներից 20 մարդ է սպանվել, եւս 30-ը վիրավորվել է։ Վիրավորներ կան նաեւ Լորեստան նահանգում։ Թեհրանի բնակիչները BBC իրանական ծառայությանը պատմել են, որ անցած գիշեր աննախադեպ ուժեղ հարվածներ են եղել, որոնք շարունակվել են նաեւ առավոտյան։ Իրանի Կարմիր մահիկի տվյալներով պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 1332-ի, վնասվել է 3600-ից ավելի բնակավայր, այդ թվում 3090 տուն, առևտրի եւ սպասարկման 528 կենտրոն, 14 բուժ հաստատություն։ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետն ասել է, որ պատերազմի սկզբնական փուլում գերազանցություն են հաստատել օդում եւ ոչնչացրել բալեստիկ հրթիռների կայանները։ Հիմա էլ անցնում են հաջորդ փուլին։ Մենք այժմ անցնում ենք ռազմարշավի հաջորդ փուլին, որի ընթացքում կուժեղացնենք ռեժիմի հիմքերին եւ նրա ռազմական գործողություններին հասցվող վնասը։ ԱՄՆ բանակն էլ հայտնել է, որ այս օրերին խորտակել է ավելի քան 30 իրանական նավ, իսկ Իրանի հրթիռային հարձակումները պատերազմի առաջին օրվա համեմատ նվազել են մոտ 90%-ով։ Լիբանանում Իսրայելը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի հրամանատարական կենտրոններին եւ զինապահեսներին, այդ թվում Բեյրութի հարավում։ Լիբանանի տվյալներով առ այսօր երկրում սպանվել է 123 մարդ, վիրավորվել 680-ից ավելի։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան էլ պնդել է, որ հարվածել է Իսրայելի ցամաքային ուժերին։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ այսօր հրթիռներով հարվածել է Իսրայելին։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ հրթիռները հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին։ Կատարում էլ իրանական զինուժը հարվածել է ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային, ամենախոշորը տարածաշրջանում։ Իրանի արտգործնախարարը NBC News-ին ասել է, որ հարվածում են ոչ թե իրենց հարևաններին, այլ այդ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին։ Շարունակվող պատերազմի պայմաններում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեն պատրաստվում ցամաքային զորք ուղարկել Իրան։ Դոնալդ Թրամփը Իրանի զինված ուժերին, ոստիկանությանն ու իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կոչ է արել վայր դնել զենքերը եւ օգնել իրանցիներին տապալելու այս կառավարությունը։ Այսքան տարիներից հետո դուք հնարավորություն կունենաք վերադարձնել ձեր երկիրը։ Մենք ձեզ անձեռնմխելիություն կտանք, դուք լիովին անվտանգ կլինեք։ Հակառակ դեպքում ձեզ սպասվում է երաշխավորված մահ։ Ես դա չեմ ուզում։ Սպիտակ տան ղեկավարը Reuters-ին էլ ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործում, ինչպես Վենեսուելայում, իսկ առաջնորդի պաշտոնում սպանված գերագույն առաջնորդ Խամենեի որդու ընտրվելը անհավանական է համարել։ Չնայած Իրանի հայտարարություններին, որ չեն բանակցի, ԱՄՆ նախագահն ասել է, թե Թեհրանից իրեն խնդրել են բանակցել, սակայն մերժել է, ասելով, որ մի փոքր ուշացել են։ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Իրանին հասցվող հարվածները կտրուկ կսաստկանան։ Փիթ Հեքսեթը նշել է, թե Թեհրանը սխալվում է, կարծելով, որ ԱՄՆ-ն չի կարող շարունակել պատերազմը։ Մեր զինապահեստները լի են, իսկ մեր կամքը անսասան, ինչը նշանակում է, որ միայն մենք ենք վերահսկում մեր ժամանակացույցը եւ կարող ենք կռվել այնքան, որքան անհրաժեշտ է ապահովելու, որ Միացյալ Նահանգները հասնի իր նպատակներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը պատասխանել է. Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի եւ զգուշացրել է շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառեն, որոնք դեռ չեն կիրառվել։
Իրանի նոր նախաձեռնություններն ու զենքերը ճանապարհին են։ Այս տեխնոլոգիաները դեռևս մեծ մասշտաբներով չեն կիրառվել։ Թշնամին պետք է ցավոտ հարվածների սպասի։ Նոր զինատեսակներով սպառնալուն զուգահեռ Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Նեղուցում միայն 52 ֆրանսիական նավ է արգելափակված։ Ըստ Reuters-ի նավթի խոշոր ներգրողներից Չինաստանը բանակցում է Իրանի հետ իր նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։ Ծոցի երկրներում մի քանի ավիափոխադրողներ մասամբ վերականգնել են թռիչքները։ Տարբեր երկրներ չարտերային թռիչքներով շարունակում են տարածաշրջանից դուրս բերել իրենց քաղաքացիներին։ Նախիջևանում անօթաչուի հարվածից հետո Բաքու-Թեհրան փոխադարձ մեղադրանքների ֆոնին Ադրբեջանը որոշեց տարհանել Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզի գլխավոր հյուպատոսությունը, մինչև կստացվեն հետաքննության արդյունքները։ Միացյալ Նահանգներն էլ զգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Նախիջևան մեկնելուց։ Ադրբեջանն անվտանգության նկատառումներով տարհանում է Թեհրանում իր դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակազմին։ Պաշտոնական Բաքուն նման որոշում է կայացրել Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սանձազերծած պատերազմի 7-րդ օրը միայն և ընդամենը մեկ օր անց Նախիջևանի վրա անօթաչուներով հարձակումից, ինչի համար պաշտոնական Բաքուն մեղադրեց Թեհրանին։ Իրանը հերքում է իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով 4 մարդ էր վիրավորվել, վնասվել տեղի օդանավակայանը։ Անձնակազմի տարհանման հրահանգ է տվել արտգործնախարարը։ Մոլդովացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այս օրերին Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում Պարսից ծոցում արգելափակված իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար և պատերազմի ֆոնին չէր կարող հոգ չտանել նաև հենց Իրանում գտնվող իր քաղաքացիների անվտանգության մասին։ Հաշվի առնելով այս բոլոր իրադարձությունները, մենք իհարկե պետք է պատրաստ լինենք մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելուն։ Մենք ուշադիր կհետևենք գործընթացներին, կսպասենք Իրանի խոստացած հետաքննության արդյունքներին և տրամադրվող տեղեկություններին և դրա հիման վրա կկայացնենք որոշումներ և կձեռնարկենք հետագա քայլեր։ Իրանում պատերազմով պայմանավորված նաև Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակն է բարձրացվել և տրվում են համապատասխան հրահանգներ, ասել է նախարարը։ Նախիջևանի վրա երեկվա հարձակումից հետո Միացյալ Նահանգներն այսօր Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Նախիջևան մեկնելուց։ Երեկվա հարձակման ֆոնին Ադրբեջանում աճում են մտավախությունները, որ երկիրը կարող է ներքաշվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ, ինչի հետևանքով Ադրբեջանը կարող է հայտնվել Իրանի թիրախում։ Փորձագետները նշում են, որ Իսրայելի հետ սերտ կապերն Ադրբեջանը դարձնում են Իրանի պոտենցիալ թիրախ։ Ադրբեջանը, որն Իրանի հետ ունի մոտ 700 կիլոմետրանոց սահման, Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է։ Իսրայելն իր հերթին Բաքվին վաճառում է զենք և անօթաչու թռչող սարքեր։ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ջասուր Մամեդովը Ազատության ադրբեջանական ծառայությանն ասել է, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, հատկապես որ Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ։ Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող նավթով հարուստ Ադրբեջանում մտահոգությունների մեծ մասը էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում խողովակաշարերի եւ արտադրական օբյեկտների շուրջ է։ Դրանց կարող են հասնել իրանական շահետ տեսակի անօթաչուները, որոնք 1000 կիլոմետրից ավելի են թռչում։ Ortalama 1000 kilometrə qədər Իրանը մշակել է այնպիսի անօթաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել մինչև 1000 կիլոմետր։ Դա նշանակում է, որ դրանք կարող են հեշտությամբ հասնել Ադրբեջանի Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև ցանկացած քաղաք։ Belə deyək, müharibə arxitekturası baxımından Ըստ վերլուծաբանի, եթե Բաքվի ամենամոտ դաշնակից Թուրքիան օգնության ձեռք չմեկնի, շատ դժվար կլինի պաշտպանել երկիրը։ Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ Նախիջևանի վրա հարձակումից քիչ անց դատապարտեց այն, կոչ անելով անհապաղ դադարեցնել նման հարձակումները։ Դրանից մեկ օր առաջ էլ Թուրքիան էր հայտարարել, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը բալեստիկ հրթիռ է որսացել երկրի սահմանային շրջանում։ Իրանը հերքել է մեղադրանքը, որ բալեստիկ հրթիռ է արձակել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը նշել է, որ անօթաչու թռչող սարքերով հարձակումը կստիպի Բաքվին միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար և խորհրդակցություններ սկսել Թուրքիայի հետ։ Թուրքիայում բնակվող իրանցի վերլուծաբան Աթամ Մոհամմադ Թաբրիզին Ազատությանն ասել է, որ այս սպառնալիքների ֆոնին Թուրքիան կարող է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը եւ Թուրքիան զգան Իրանի կողմից սպառնալիքի որևէ աճ, ամենայն հավանականությամբ երկուսն էլ կունենան կոալիցիա կազմելու ներուժ։ Bugün İran tərəfindən Azərbaycan Երեք Նախիջևանի վրա հարվածից քիչ անց նախագահ Ալիևը անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել, որի ժամանակ ասել էր, թե Ադրբեջանը երկաթե բռունցքով կարձագանքի իր դեմ ագրեսիային։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Այս պայդրությամբ որևէ պատասխան հարվածի մասին չի հաղորդվել։ ապարատları ilə
Այս օրերին հայ տուրիստներն են հայտնվել անելանելի իրավիճակում։ Գնացել են տաք երկրներ հանգստի, չվերթների հետաձգման պատճառով միայն անհանգստացել։ Արտգործնախարարը 2 օր առաջ շատ թափանցիկ հասկացնել տվեց, որ հանգստի համար փող ունեցող քաղաքացիների վերադարձի համար վճարել չեն պատրաստվում, ընդամենը չվերթներ են կազմակերպվում։ Մարդիկ վրդոված են։ Այսօր մեր վերջին օրն է, երբ որ մենք կարող ենք վաղվանից, այսինքն մենք պետք է լավագույն դեպքում հետ վերադառնային։ Մելինե Մուրադյանն ամուսնու ու երեխայի հետ Թայլանդ էր մեկնել հանգստի։ Մերձավոր արևելքում ծավալվող պատերազմի հետևանքով 15 հոգանոց խմբի հանգիստը վերածվեց անհանգստության։ Խումբն էլ դարձավ իրավիճակային պատանդ։ Վաղն արդեն պետք է վերադառնային հայրենիք, բայց թռիչքը չեղարկվել է անորոշ ժամանակով։ Այս պահին մենք տարբերակներ ենք խնդրում, տարբերակներ մեկ այստեղ մի քիչ կանոնալ միգուցե մեր թռիչքը վերաբացի, որը որ ինչպես հասկացանք ռեալիստիկ չի, որովհետև մինչև ամսի 20-ը եթե դրանից ավելի ուշ բոլոր թռիչքները մեր ուղղությունները փակեն։ Թայլանդը բացահայտելու ու վայելելու փոխարեն այժմ հավաքվել ու հայրենիք հասնելու ելքեր են փնտրում։ Մելինեն պատմում է, դիտարկում են Չինաստան, Ռուսաստան տանող ուղղությունները, բայց պատերազմական իրավիճակն ազդել է նաև տոմսերի գների վրա։ Այս պահին ավիաընկերությունները շատ չարաշահում են, թռիչքների գները։ Տարբեր եղանակներով իրենց մտահոգությունն ու առաջարկներն են փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, բայց դեռ պատասխան չունեն։ Մենք նամակ ենք գրել ԱԳՆ-ին եւ Թեժգծին եւ իրենց մամլոխոսնակին, բայց մեր նամակները մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մեր բարեկամները կարծում են նույնպես խոսում են Հայաստանի զանգվել ԱԳՆ, այնտեղ նույնպես չեն ստացել որևէ պատասխան։ Մելինեն ու նրա բախտակիցները հիմա այլ ելքեր են փնտրում, ինչպես երկարացնել կեցությունը հյուրանոցում։ Վաղվա համար արդեն ունեն համաձայնություն, բայց անորոշությունն ու տագնապը դեռ օդում կախված են։ Ճամփորդությունը շատ վաղուց էին պլանավորել, մոտ 1 տարի առաջ տոմսերն էին առել, մի քանի ամիս առաջ հյուրանոցն էին կամրագրել եւ շատ զեղչային սեզոններին ենք դա արել ու շատ մաչելի գներով ենք դա արել։ Հիմա փորձում ենք բանակցել, որ մեր նույն գներով հնարավորություն տան շարունակել եւս մի քանի օր, մինչեւ որ մենք կփորձենք մի որևէ լուծում գտնել, մի որևէ տարանցիկ թռիչք, այսպես ասած, գտնել։ Հայաստանի արտգործնախարարությանն իրենց տվյալները փոխանցած ու պաշտոնական լուրերին ուշի ուշով հետևող Թայլանդում մնացած հայաստանցիները կառավարությունից խնդրում են միջոցներ ձեռնարկել, որ որևէ ավիաընկերություն իրենց հասցնի Երևան։ Արտաքին գործերի նախարարն օրերս խորհրդարանում հայտարարեց, իրենց խնդիրն է հոգ տանել, որ քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, իսկ կառավարությունը չի կարող վճարել նրանց տոմսերի համար, ասում էր Արարատ Միրզոյանը։ Մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր լողազգեստով նկարակցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաեւ պահանջը կառավարության նկատմամբ նաեւ այդ տոմսը առնել նաեւ են կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաեւ ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Դեռ 1 տարի առաջ էինք հանգիստը պլանավորել, պատմում է Թայլանդում մնացած Արփի Բեգլարյանն ու ընդգծում, որտեղից նախապես ճամփորդություն պլանավորողին մեծ գումարներ, որ մի քանի անգամ թանկին վճարելով հասնի տուն։ Մեր տոմսը գնել ենք մի տարի առաջ, գնալ գալով 150,000 դրամ էր։ Հյուրանոցը ամրագրել ենք ամիսներ առաջ, որ կարողանանք այստեղ մնանք նախաճաշով, այսինքն մի, չգիտեմ, 700-800 դոլարի մեջ մենք սահմանափակվել ենք եւ այդ գումարը հավաքել ենք մի տարվա ընթացքում։ Իրենց կողմից այդ արտահայտությունները, որ մարդիկ փող ունեն, դե թող հետ գան, բնականաբար գումար չունեն կրկնակի երակի մեր ծախսածից կամ նախատեսածից ավել վճարելու տոմսի համար եւ ընդհանրապես նման բան չենք նախատեսում, որ կարող է լինել։ Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ մարտի 4-ից մինչև այսօր Fly Dubai ավիաընկերության թռիչքներով Էմիրություններից Երևան է տեղափոխվել Հայաստանի ավելի քան 240 քաղաքացի, Հնդկաստանից ու Շրի Լանկայից 104 մարդ է վերադարձել։ Այս պահի դրությամբ Թայլանդում մնացած հայաստանցիների վերաբերյալ նախարարությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդել։ Ում ինչ ոմանք դեռ սպասում են, մյուսները փորձում են ինքնուրույն ելքեր գտնել։ Привет, я в аэропорту Дубая. Сегодня у нас состоится рейс. Ես Դուբայի օդանավակայանում եմ։ Այսօր մեր թռիչքը ժամը 14-ին էր։ Թռչում եմ Հռոմ, որովհետև թռիչք դեպի Ռուսաստան չկա, Հայաստան չկա։ Հետո Հռոմից կթռչեմ Երևան, այնուհետև Սանկտ Պետերբուրգ։ Оттуда в Ереван, потом в Санкт-Петербург. Հայկ Վարդանյանն այսօր հաջողացրեց Դուբայից թռչել Հռոմ, իսկ Աբու Դաբիում դեռ ելքեր է փնտրում Իզաբելա Սարգսյանը։ Մեր հյուրանոցը հիմա արդեն համարյա դատարկվել է։ Այստեղ մնացել ենք միայն մենք եւ կես հյուրանոց մարդ։ Ռուսաստան են թռնում, Լոնդոն, Եվրոպայի տարբեր երկրներ են թռնում, բայց չի թռնում Հայաստանը։
Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Աբու Դաբիում մնացածներին ավտոմեքենայով Հայաստանի կառավարության հաշվին հասցնում են Օման, բայց Օմանի օդանավակայանից Երևան թռիչքի համար պետք է վճարեն։ Իզաբելան հրաժարվել էր հասնել Օման։ Ճանապարհն անվտանգ չէ, իսկ դեպի Երևան թռիչքը թանկ է։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության տոմսը սկսում է 1100 եվրոից։ Թե քանի Հայաստանի քաղաքացի է այժմ փորձում հայրենիք վերադառնալ, դեռ հստակ չէ։ Անվտանգային ու տնտեսական ինչ հետևանքներ կունենա տարածաշրջանային այս աննախադեպ կոնֆլիկտը Հայաստանի համար։ Մինչ իշխանությունը լուրջ խնդիրներ չի տեսնում, ընդդիմությունը մտահոգություններ է բարձրացնում։ Պաշտոնական Երևանը բավականին զգուշավոր է արձագանքում տեղի ունեցողին։ Երեկ եւ այսօր արտգործնախարար Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերների հետ։ Նախիջևանին օդային հարվածներից ժամեր անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում ընդգծեցին լարվածության հետագա սրացումից զերծ մնալու կարևորությունը։ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը ըստ պաշտոնական հաղորդագրության գոհունակությամբ նշել են Երևանի եւ Բաքվի միջև կայուն խաղաղության կարևորությունը։ Միայն ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Բայրամովը հայաստանցի պաշտոնակցին մանրամասներ է փոխանցել անօդաչուներով Նախիջևանի վրա հարձակման մասին, որի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժել են խաղաղ բնակիչներ։ Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատումը արտգործնախարար Միրզոյանն այսօր էլ քննարկել է թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ, մանրամասներ Երևանն ու Անկարան չեն հաղորդում։ Հեռախոսազանգերին նախորդել էր վարչապետ Փաշինյանի գլխավորած անվտանգության խորհրդի նիստը, նաև հրավիրված պաշտոնյաների մասնակցությամբ պատգամավորներ, նախարարներ։ Կառավարությունը հաղորդում է, որ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականon գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Հայաստանի սահմանին 7-րդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում սա արդեն անվտանգության խորհրդի երկրորդ նիստն է։ Իսկ ուր է արդյունքը, հարցնում է ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Որ ջանքերը անվտանգության խորհրդի նիստ հավաքելը կարողացել են զանգել բոլորով հավաքվել։ 2008 թվականին, երբ որ սկսվեցին ռազմական գործողություններ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, նախագահ Սարգսյանը Հայաստանում չէր։ Արտերկրից նախագահ Սարգսյանը կապ հաստատեց այն ժամանակվա Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ եւ որոշակի ծավալով, շատ մեծ ծավալով ստրատեգիական ապրանքների պաշար խնդրեց։ Վառ օրինակ թե ինչպես պետք է վարվել, երբ որ հայ-հայա տարածաշրջանը պայթելու է։ Արդյոք կասկածի տակ է Թրամփի ուղու ճակատագիրը, որ հենց Իրանի սահմանով է անցնելու, միանալով 3 հարվածի թիրախ դարձած Նախիջևանին։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ու Արման Եղոյանը այսօր հավաստիացնում էին, թե որևէ վտանգ ամերիկյան հովանու ներքո իրականացվելիք նախագծին չի սպառնում։ Մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերով, այն պայմանավորվածություններով, որը որ կա, եւ այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ որ առումով խաղաղության կղզյակ է եւ այն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլոր կողմերի հետ, սկսած ԱՄՆ-ից, վերջացած Ռուսաստան, վերջացած տարածաշրջանի երկրներ, բոլոր այն հաշվարկները, որ մենք արել ենք, պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, մինչ այս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ Հայաստանի համար ապահովում են լավագույն հնարավոր արդյունքը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է, Թրամփի ուղին իսկապես վտանգված չէ, փոխարենը ավելի մշուշոտ է դառնում Հայաստանի ապաշրջափակման խաղաղության խաչմերուկի հեռանկարը։ Բազ է, որ նույնիսկ պատերազմը եթե ավարտվի մոտ ապագայում Իրանի շուրջ լարվածությունը շարունակելու է մնալ եւ ընդհանուր առմամբ Հայաստանի հարավային սահմանին այդ ապակայունացումը չի կարող նպաստել ինչ-որ կառուցողական ծրագրերի իրականացմանը հաղորդակցությունների ոլորտում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ շարունակում է, շրջափակված Հայաստանը այս մեկ շաբաթվա ընթացքում արդեն բախվել է խնդիրների, Իրանի անցակետը սահմանափակումներով է աշխատում, ամբողջությամբ գործում է միայն հայ-վրացական սահմանը։ Ունենք մոտ $100 միլիոն չափով արտահանում,
Իրանից նաև ներկրում ենք մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ, բանջարեղեն, միր, կատամթերք, որոնք մեր տնտեսության համար էական նշանակություն ունեն, քանի որ զսպում են գնաճը։ Իրանը Հայաստանի 4-րդ խոշոր գործընկերն է ավելի քան $768 միլիոն առևտրաշրջանառությամբ։ Ռուսաստանից ու Չինաստանից հետո 3-րդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, սակայն պատերազմի հետևանքով նաև օդային այս տարածքն է փակ։ Արաբական Էմիրությունները դարձել են Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը պայմանավորված ոսկու վերարտահանմամբ, հիմա այդ վերարտահանման սխեմաներն են դադարել, փոխանցումներ են դադարել, հատկապես արտարժույթի հոսք կար Արաբական Էմիրություններից դեպի Հայաստան, այդ հոսքի կրճատման կամ դադարեցման հետևանքով դա ևս կարող է իր ազդեցությունը թողել Հայաստանի արդեն փոխարժեքի շուկայի վրա։ Այդ թվում նաև օդային ուղևորափոխադրումներն են դադարել Պարսից ծոցի վրայով, առաջացնելով կոլապս։ Մասնագետները ստեղծված իրավիճակը գնահատում են կարճաժամկետ ռիսկ, բայց ասում են, եթե պատերազմը երկարի, տնտեսական հետևանքները կարող են ծանր լինել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը 24%։ Ընտրություններից 3 ամիս առաջ առաջատարը իշխանական ՔՊՆ երկրորդ տեղում է Տաշիր գրուպի տնային կալանքի տակ գտնվող սեփականատեր Սամվել Կարապետյանի ուժը։ Վանաձորը չի պատրաստվում վերադարձնել Եվրամիության 300,000 եվրոն։ Ռուսներն ու ուկրաինացիները գերիներ են փոխանակել։ Հիմա ներքաղաքական թեմաների մասին հրապարակվել են Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները։ Ընտրություններից 3 ամիս առաջ իշխող քաղաքացիական պայմանագրի վարկանիշը 24% է։ Ու ըստ այդ հարցումների իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը դաշտ նոր մտնող նախկինում քաղաքական գործընթացների մեջ չներգրավված Տաշիր գրուպի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանն ու նրա նորաստեղծ ուժն են։ Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի, իշխող քաղաքացիական պայմանագրի օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24%-ը։ Սա են վկայում Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի IRI կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները։ Փետրվարի 3-ից 13-ը Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված այս հարցման համաձայն 2025 թվականի ամռան համեմատ քաղպայմանագրի վարկանիշը աճել է շուրջ 7%-ով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ընտրազանգվածի հիմնական կորիզն ըստ հետազոտության տարեցներն ու մարզերի բնակիչներն են։ Այսպես 18-ից 35 տարեկանների շրջանում իշխող կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել միայն 12, իսկ 36-ից 55 տարեկանների շրջանում 24%-ը, փոխարեն է 56-ից բարձր տարիքային խմբում իշխող կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 34%-ը։ Երևանում քաղաքացիական պայմանագրի վարկանիշն ըստ RAI-ի հարցման 15% է, մյուս քաղաքների բնակչության շրջանում ցուցանիշը հասնում է 25-ի, իսկ գյուղերում 31%-ի։ Վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա երկրորդ տեղում է Տաշիր գրուպի սեփականատեր այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակիցներին միավորող Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի, ապա այս նորաստեղծ ուժի օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 9%-ը։ Ի տարբերություն քաղպայմանագրի, Ուժեղ Հայաստանի քվեները հավասարաչափ են բաշխվում թե տարիքային տարբեր խմբերում եւ թե Հայաստանի տարբեր շրջաններում։ Երիտասարդների շրջանում Սամվել Կարապետյանի կուսակցության վարկանիշը 10%-ը, միջին տարիքի եւ տարեց քվեարկողների շրջանում 9%։ Երևանում կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 10%, մարզային քաղաքներում եւ գյուղերում 9%-ը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն երրորդ տեղի համար պայքարում է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքն ու Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը։ Այս ուժերի օգտին փետրվարի սկզբի դրությամբ պատրաստ էր քվեարկել հայաստանցի ընտրողների 3%-ը։ Մյուս ուժերն այդ թվում
հրապարակվում Դոգմա կանունով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետությունն ու Արման Թաթոյանի Միասնության թևերը հարցման համաձայն 1% են հավաքում։ Հետազոտության մասնակիցների զգալի մասը 30%-ը կամ չի որոշել դեռ թե ում օգտին է քվեարկելու կամ էլ դժվարացել է պատասխանել։ Ընդհանուր առմամբ, սակայն հարցվածների 68%-ը պնդել է, որ հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալու է։ Հետազոտության հեղինակները նաև փորձել են պարզել քաղաքական գործիչներից ում են ամենից շատ վստահում Հայաստանի քաղաքացիները։ Առաջին տեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 20% վարկանիշով։ Փաշինյանին ի դեպ ամենակիչը վստահում են երիտասարդ ընտրողները, ընդամենը 7%-ը։ Վստահության մակարդակով երկրորդ տեղում է միլիարդատեր Սամվել Կարապետյանը, նրան վստահում է հայաստանցիների 10%-ը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է ընտրողների 5%, Գագիկ Ծառուկյանին 4%-ը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի մասնագետներն այս հետազոտության ընթացքում միայն ընտրությունների թեմաներով չեն սահմանափակվել, փորձելով նաև պարզել հայաստանցիների վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Նախորդ 2025-ի հունիսին անցկացված հարցման համեմատ եկեղեցու վարկանիշը կրկին աճել է։ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 61%-ը 2025 թվականի հունիսին արձանագրված 58%-ի համեմատ։ Եկեղեցու վարկանիշը բարձր է հատկապես երիտասարդների շրջանում 69%։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման հեղինակներն անդրադարձել են նաև վերջին ամիսների գլխավոր իրադարձություններից մեկին՝ TRIP նախագծի կամ այսպես կոչված Թրամփի ուղու իրագործմանը։ Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ հայաստանցիների մեծամասնությունը TRIP-ի գործարկմանը կամ դեմ է, կամ էլ առնվազն լուրջ վերապահումներ ունի։ Հարցվածների 34%-ը կտրականապես դեմ է նախագծի կյանքի կոչմանը, ևս 13%-ը մասամբ է դեմ։ Նախագծին միանշանակորեն կողմ է հարցվածների 24, մասամբ 20%-ը։ TRIP-ի հանդեպ ԱՄՆ-ից դրական են տրամադրված տարեցները, ամենաբացասաբար է երիտասարդներն ու միջին տարիքի հարցվածները։ Իսկ ինչ կարծիքի են Հայաստանի բնակիչներն, արդյոք երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Հարցվածների 47%-ի համոզմամբ Հայաստանը շարժվում է ճիշտ, 41%-ի պնդմամբ սխալ ուղղությամբ։ Եվ եթե երիտասարդների եւ միջին տարիքի հայաստանցիների շրջանում այս հարցում երկու տեսակետների կողմնակիցների թիվը գրեթե հավասար է, ապա տարեցների շրջանում տրամադրություններն անհամեմատ ավելի լավատեսական են։ 56-ից բարձր հայաստանցիների կեսից ավելին 55%-ը վստահ է երկիրն ընդհանուր առմամբ ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի թաքցնում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց նպատակը սահմանադրական մեծամասնություն ստանալուն է։ Ըստ այս հարցումների, եթե այս կիրակի ընտրություն լիներ, դա նրանց չէր հաջողվի ու դա զուտ թիվ կամ տոկոս չէ, եթե խորհրդանում 2/3 չունենան, օրինակ նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում լուրջ դժվարություններ կունենան։ Այդ հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ունենում է մեծամասնություն, հələ քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ դա շատ լավ գնահատական է, թվերը, որ երեք հրապարակվեցին, թե այսօր, դրանք շատ լավ գնահատական են, եւ այստեղ էլ ես խնդրում եմ դուք ոչ թե դուք ասում եք, բա ուր է սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունը այնտեղ այսպես պիտի պատրաստի դրած լինի կամ մենք ասել ենք, որ այնտեղ պատրաստի դրած է եւ դուք էլ հիմա մեզ հանդիմանում եք։ Ողջունում եմ հրապարակումը այդ հարցումների, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը եւ հետագայում էլ նաեւ ցույց կտա ընդդիմության իրական վարկանիշը։ Հարցումը իրականացվել է մինչեւ մեր կուսակցության հիմնադրման նիստը, Սամվել Կարապետյանի վարչապետ հայտարարել է մեր եւ նաեւ հարցման ընթացքում մեր ունեցած տվյալներով հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են իրենք դրել այն մարդկանց թիվը, ովքեր որ իշխանական օրենտացիա են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ, նորմայից 50%-ից բարձր։ Այդ տեխնոլոգիային մենք տիրապետում ենք, հասկանում ենք ինչ քայլեր են իրենք արել, բայց անգամ այդ քայլերը անելուց հետո իրենք 2 անգամ անկում ունեն իրենց խոսքերով։ Մենք էլ ունենք մեր հարցումները եւ այդ հարցումները բավականին, այսպես ասած, հուսադրող են եւ բավականին տարբերվում են այս հարցումներից, ինչը որ անցկացվել է կոնկրետ այդ կազմակերպության կողմից։ Մեր հարցումների արդյունքում
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որևէ շանս չունի իշխանության գալու։ 3 ամիս առաջ կատարված հարցումի բուն կատարվել է ավելի վաղ, բայց 3 ամիս առաջ հրապարակված արդյունքը դեռևս վերջնական չի։ Երկրորդ, ես չունեմ բացատրություն, թե ինչի ԱՌԱ-ը չի հրապարակել հանրապետականի կամ պատիվ ունեմի արդյունքները, չգիտեմ, չեմ խոսել հետ, ներառության եմ նայել հարցումը, բայց սրանից դուք ունեք իրավունք կասկածով մոտենալ իմ պատասխանին, բայց իրականում այդ վարկանիշը ինձ իրապես չի հետաքրքրում։ 3 չէ առաջի օրվա իմ ասուլիսը եւ գործադիրի հայտարարությունը կարծում եմ հենց դրա մասին էր, որ մեզ հետաքրքրում է մենակ մի բան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Կապված Փաշինյանի վարկանիշի հետ, որը այտենց ուրախ բոլոր ԿՊԱ-ականները առավոտվանից տարածում են, խնդիրը կայանում է նրանում, որ իրանք ուղակի հարցում կարդալ չգիտեն, որովհետև երբ որ այդ թվերը բանաձևով անցում ես անում, դա կհաստատի ցանկացած սոցիոլոգ, բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակը այդքան էլ լավ չի լինում, առնվազն 50-ից պակաս է լինում։ Նոր զարգացումներ Եվրամիության մի դրամաշնորհային ծրագրի շուրջ։ Վանաձորի քաղաքապետարանը չի պատրաստվում վերադարձնել Եվրամիության 300,000 եվրոն, որը քաղաքը ավելի մաքուր դարձնելու ծրագրով էր հատկացված։ Ազատության հետաքննությունից հետո Եվրամիությունն էլ իր ուսումնասիրություններ արել ու մի շարք խախտումներ հայտնաբերել արդեն կատարված ծրագրի ընթացքում, ու ըստ էության հայտնաբերված չարաշահումներն էլ հետ էին ուզել։ Վանաձորի համայնքապետարանը մտադիր չէ վերադարձնել շուրջ 300,000 եվրոն, որը Եվրամիությունը պահանջել էր ֆինանսական աուդիտից հետո չկատարած պարտավորությունների և չհիմնավորված ծախսերի հետևանքով։ Քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պատասխանելով Ազատության հարցմանը նշել է, թե համաձայն չեն աուդիտորական եզրակացության հետ։ Եվրամիության կողմից դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով իրականացվել է աուդիտ, որի եզրակացության մեջ կան վիճելի հարցեր։ Վանաձորի համայնքապետարանը չի համաձայնել ԵՄ աուդիտորական եզրակացության հետ եւ սահմանված կարգով ներկայացրել է իր դիրքորոշումն ու առարկությունները։ Նշված հանգամանքներով պայմանավորված տվյալ փուլում համայնքապետարանի կողմից որևէ գումարի վերադարձ չի իրականացվել եւ վերադարձման պարտավորություն չի առաջացել։ Համայնքապետարանից հավելել են, որ նման վճարում ոչ նախորդ տարի է կատարվել, ոչ էլ ներառվել է այս տարվա բյուջեի նախագծում, որը դեռ չի հաստատվել ավականունիստերի տապալման պատճառով։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 2021-ից մեկնարկած 4 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը նպատակ ուներ Վանաձորում եւ Գյումրիում ներդնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, աղբի վերամշակման հոսքագծեր եւ թվային համակարգեր։ Գումարն ստացել ու ծրագիրն իրականացրել է Վանաձորի համայնքապետարանը։ Մինչդեռ Եվրամիությունը ֆինանսական աուդիտով բացահայտել է շահերի բախման եւ անարդյունավետ ծախսերի կասկածելի դեպքեր, որոնց մասին Ազատությունը դեռ անցած տարի էր հետաքննություն հրապարակել։ Մասնավորապես Եվրամիության թանկարժեք այս ծրագրի աշխատակազմի կեսը եղել են Վանաձորի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամները, որ ընտրվել են առանց մրցակցության։ Կասկածների կենտրոնում է նաև գնումների գործընթացը։ Ճարտարապետության բաժնի նախկին պետը, լինելով գնահատող հանձնաժողովի անդամ, հնարավորություն է տվել իր իսկ հիմնադրած Շինեքսպորտ ընկերությանը միայնակ մասնակցել եւ շահել մոտ կես միլիոն եվրոյի թվային համակարգ ձեռք բերելու պարտավորությունը։ Համայնքապետարանը չի ընդունել Եվրամիության կասկածներն ու այս ամենին հակադարձել է պնդելով, թե բարձր վարձատրվող հաստիկների եւ գնումների համար պարզապես այլ դիմորդներ չեն եղել։ Ծրագրի արդյունքները եւս տեսանելի չեն։ Եթե Վանաձորում էլեկտրական ավտոբուսները երթուղի դուրս եկան մեծ ուշացումով, ապա Գյումրիում դրանք 2 տարի է կանգնած են, իսկ խոստացված վերամշակման հաստոցների եւ մյուս թանկարժեք սարքավորումների ճակատագիրն այդպես էլ անհայտ է։ Ծրագրով նախատեսված ողջ գույքը, այդ թվում էլեկտրական ավտոբուսները, գնել է Վանաձորը ու մի մասը պետք է նվիրատվությամբ փոխանցեր Գյումրիին, բայց կողմերը մինչ օրս լեզու չեն գտնում։ Վանաձորը պնդում է, թե պայմանագիրն ուղարկել է, բայց Գյումրին չի ստորագրում։ Ազատության գրավոր հարցման պատասխանում համայնքապետարանից հայտնել են.
Վանաձորի ավականին Գյումրիին նվիրաբերել է ծրագրի ընթացքում ձեռք բերված գույքի իրենց հասանելիք մասը։ Վանաձոր եւ Գյումրի համայնքների միջև գույքի նվիրատվության պայմանագիրը Վանաձորի համայնքապետարանի կողմից ստորագրված եւ կնքված տարբերակով տրամադրվել է Գյումրու համայնքապետարանին։ Սակայն Գյումրու համայնքապետարանը որոշ կետերի հետ չի համաձայնել, չնայած որ այդ կետերը բխում են Եվրոպական միության ծրագրի գլխավոր պայմանագրից։ Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինող Ավետիս Արաքելյանը մինչդեռ ասում է, որ Վանաձորի առաջարկած պայմանագրի տարբերակն իրավական խնդիրներ ունի։ Այնտեղ ծրագրի մեջ տարբեր կետեր կար, կոմպոնենտներ կան, որոնք անընդունելի է ու ոչ թե անընդունելի է, անիրագործելի է մեր կողմից։ Մենք չենք կարող հիմա իրագործել։ Իրենց առարկությունները նաև Վանաձորին են փոխանցել, պահանջել են պայմանագրում 2 կետ ավելացնել։ Նվիրառուն ընդունելով գույքը չունի որևէ պարտավորություն Վանաձոր համայնքի Եվրոպական միության կողմից ֆինանսավորված դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման ծրագրի եւ երրորդ անձանց նկատմամբ բացառությամբ գույքն իր նշանակության համապատասխան օգտագործելու պարտավորության։ Այս առաջարկին ի պատասխան Վանաձորի քաղաքապետի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն Ազատությանն ասաց, որ իրենք դեռ 5 տարի վերահսկողական պարտավորություն ունեն եւ չեն կարող հրաժարվել ծրագրի պատասխանատվությունից։ Այսինքն, եթե մենք համաձայնել ենք նվիրաբերել ավտոբուսները կամ մնացած այլ գույքը եւ Գյումրին օրինակ նպատակային չօգտագործի, պատասխանատվությունը կրելու է Վանաձորի համայնքապետարանը։ Հետևաբար պետք է մեր պայմանագիրը համապատասխանի այդ կետերին եւ մենք նաեւ ապահովագրենք մեզ, որպեսզի հետագայում այլ համայնքի կողմից կատարված խախտման համար Վանաձորի բյուջեն եւ հենց Վանաձորը չդուժի։ Մամուլի քարտուղարը նշեց նաև, որ մի հարցում այսօր ընդհանուր հայտարարի եկել են, հաջորդ շաբաթ համատեղ կքննարկեն նվիրատվության պայմանագիրը այն վերջնական տեսքի բերելու համար։ Մինչ համայնքները վիճարկում են պայմանագրի կետերը, իսկ Եվրամիությունը պահանջում է վերադարձնել 4 միլիոնի ավելի քան 7%-ը, գործին միջամտել են իրավապահները։ Թեև պաշտոնական հաստատում դեռ չկա, բայց Ազատությունը տեղեկություններ ունի, որ հակակոռուպցիոն կոմիտեն արդեն պահանջել է Եվրամիության ծրագրի բոլոր փաստաթղթերը։ Միջազգային ևս 2 լուր ենք առանձնացրել, Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին յուրաքանչյուր կողմը 300 ռազմագերի։ Սա փոխանակման երկրորդ փուլն է, այն համաձայնեցվել էր անցյալ ամիս Ժնևում եռակողմ բանակցությունների ընթացքում, որին մասնակցել է Միացյալ Նահանգները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ գերիների թվում 2 քաղաքացիական անձ է եղել։ Скоро побачиться. Люблю тебя, мамуль. Живий, здоровий, все добре. Беззубий. Այսքան այս եթերաժամի ընթացքում ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, բաց չթողնեք, հաջողություն։